Վարչապետ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից BJ-ի ներկայացման ժամանակ հայտարարել էր, որ աշխարհը մեզ նայում է որպես ազգնահատակ, ու եթե մենք ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, պիտի նախ կարողանանք պատասխանել այս հարցին. ումից ուժեղ բանակ, որ պետությունից ուժեղ բանակ ենք ուզում, եթե մենք նկատի ունենք երկու թշնամի պետությունների, ապա հետո հարցը առաջանալու, բա որ ուրիշ երկիր մեր համար խնդիր ստեղծի։ Դուք ունեք այս հարցի պատասխանը, մենք ումից ուժեղ բանակ ենք ուզում ունենալ։ Ես ունեմ այդ հարցի պատասխանը, որպես միջազգային հարաբերությունների տեսություն դասավանդող դասախոս գոյություն ունի այսպիսի մի կանոն միջազգային քաղաքականության մեջ, որը կոչվում է անվտանգության դիլեմա։ Այսինքն երբեք ու երբեք էլ պետությունները տեսականորեն վերցրած չեն հասնում անվտանգության իրենց ուզած մակարդակին, որովհետև միշտ էլ հայտնվում է ավելի ուժեղը եւ պատմության մեջ չկա այդպիսի պետություն, որ հազարավոր տարիներ շարունակ ինքը եղած լինի ամենաուժեղը։ Այնպես որ սա շահարկելը անհեթեթություն է եւ ոչ թե հիմա մենք պետք է հարցը դնենք, թե ուժեղ ումից, այլ ուժեղ որքան։ Հասկանալի է, որ թվային համեմատություններով մենք չենք կարող կարճաժամկետ հեռանկարում Թուրքիային, օրինակի համար, եթե Թուրքիան մեզ սպառնալիք ներկայացնի, այո, գերազանցենք, հա, բայց այսպիսի ավելի պատկերավոր ասեմ, եթե անտառ է, որտեղ որ վայրի գազաններ կան եւ գայլերը քեզ սպառնում են, ապա եթե դու հնարավորություն չունես առյուծ դառնալու գայլից պաշտպանվելու համար, ապա գոնե պետք է ոզնի դառնաս, որպեսզի գայլը չկարողանա քեզ կուլ տալ, քեզ հոշոտել։ Խոսքը սրա մասին է, որ մենք կարող ենք մեր ռեսուրսները համախմբելով, ազգային ներքին համախմբում իրականացնելով, բանակը դարձնելով տեխնոլոգիապես հագեցած եւ բազմաթիվ այլ պայմաններ ապահովելով դառնալ այդ ոզնին, որ քաղաքականապես անընդունելի լինի հակառակորդ երկրների համար քո հանդեպ ագրեսիա իրականացնելը, ոչ թե ուժեղ ումից, այլ ուժեղ որքան։